Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ Տիկին Դալաքյան։ Բարև ձեզ։ Տիկին Դալաքյան, մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը համաձայնվել է խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերի շուրջ, առաջինը տեղեկությունը տարածեց Ադրբեջանը, սրան դեռ կանդրադառնանք, բայց ավելի ուշ ՔՊ գրասենյակի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ բացեց, նշելով, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանն ու Ադրբեջանը սահմանին երրորդ երկրների ուժեր չեն տեղակայի, միջազգային հայցերը հետ կկանչվեն։ Հայաստանը տարիներ շարունակ այս ձգձգվող գործընթացում ի վերջո գնաց զիջումների, դուք սա ինչպես եք գնահատում։ Նախ մինչ ես չտեսնեմ խաղաղության համաձայնագրի տեքստը, որպեսզի հասկանանք այլ ինչ զիջումներ կան, կամ արդյոք Ադրբեջանը ինքը գնացել է զիջումների, մենք չենք կարող ոչինչ նշել այս պահի դրությամբ, ես այդպես էլ չհասկացա ինչ է նշանակում այդ երկու կետերը այլևս համաձայնեցված են, այսինքն Հայաստանի ղեկավարությունը կողմ է համաձայն է եվրոպական դիտորդների տեղակայումը կասեցնելուն, որովհետև մի քանի ամիս առաջ հենց հայկական կողմի խնդրանքով են եվրոպացիները խոսել, որ երկարաձգելու են այստեղ իրենց առաքելությունը։ Եվ հարցին ի պատասխան ես այդպես էլ Նիկոլ Փաշինյանի միտքը չհասկացա։ Նա ասաց, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո այդ հարցերը կլուծվեն։ Այսինքն ինչ է դա նշանակում։ Ադրբեջանը համաձայն է պայմանագրի ստորագրումից հետո սահմանազատված հատվածներից նրանց հանել, ինչի մասին խոսում էր Նիկոլ Փաշինյանը, թե արդեն որոշվել է, որ մեկ է նրանք այդտեղից դուրս են գալու։ Իմանալով այսօրվա ղեկավարությանը տարօրինակ չի լինի, որ վաղը նոր մանրամասներ իմանանք։ Ես կասեմ իմ տեսակետը, որ ես միանշանակ դեմ եմ ուրեմն Հայաստանից եվրոպական դիտորդների դուրսբերմանը, քանի որ սա ազդակ է, որ Ադրբեջանը ինչ-որ բան է նախապատրաստում, ինչ-որ են իրեն խանգարում եվրոպական դիտորդները, նրանք զինված չեն, դա ինչ-որ զորք չի, այսինքն ինչ-որ ավանտյուրայի են ցանկանում գնալ, ես միանշանակ սա համարում եմ շատ բացասական և վտանգավոր Հայաստանի Հանրապետության համար։ Սպասենք առաջիկա ժամերին կամ օրերին պարզ կլինի, թե Նիկոլ Փաշինյանը ինչու է գնացել նման քայլի և ինչ զիջումներ, այլ զիջումներ է նա ուրեմն արել Ադրբեջան եւ արդյոք Ադրբեջանը ինքը որևէ զիջում փոխադարձ արել է թե ոչ։ Հարցին այսօր թե ինչու է փոխել Նիկոլ Փաշինյանը իր դիրքորոշումը դիտորդների հետ կապված, հիշում ենք, նախկինում ասում էր, որ սահմանազատված հատվածից միայն դուրս գա, բայց հիմա պետք է ամբողջ երկայնքից հայ-ադրբեջանական սահմանից դուրս գա։ Ես բերեմ վարչապետի պատասխանը։ Մենք ըստ էության մեր նախապես հայտարարված դիրքորոշումը չենք փոխել, այսինքն փոխել ենք մեր ընկալումը տեքստի վերլուծության արդյունքում։ Սա ինչ է նշանակում։ Ես չգիտեմ սա ինչ է նշանակում, ես չեմ կարող մեկնաբանել ուրեմն ինչ-որ հայտարարություններ, որոնց իմաստը չեմ հասկանում։ Երբ որ ավելի պարզ կնշեն, թե ինչ է դա նշանակում, ինչ են համաձայնվել, դրա դիմաց ինչ զիջում ենք ստացել, ինչ զիջում չենք ստացել, որտեղից են դիտորդները հեռանալու, որտեղ են մնալու, ինչ ժամկետներում են հեռանալու, արդյոք Ադրբեջանը դուրս է գալու Հայաստանի սուվերեն տարածքից, թե դա ասելու է, որ սահմանազատման խնդիր է, արդյոք սահմանազատումը շարունակվելու է, արդյոք կան միջնորդ երկրներ, մինչև ես մանրամասները չիմանամ, ինչ նշանակում մենք փոխել ենք տեքստի հետ կապված մեր ընկալումը, ես չգիտեմ, այդ բառախաղերից ես չեմ կարող որևէ հետևություն անել։ Երբ որ տեքստը արդեն մենք կունենանք եւ կհասկանանք ինչ է կատարվել, ես կարող եմ դա մեկնաբանել։ Ես հրաժարվում եմ մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի քերականական բառախաղը։ Եվ երբ որ նշվում է կողմերը երրորդ ուժերին կհանեն, սահմանից երրորդ երկրի ներկայացուցիչներին, հետաքրքիր է Ադրբեջանը ում է հանելու, որովհետև սա ներկայացվում է երկկողմանի փոխզիջում, բայց հարց է առաջանում Ադրբեջանը ում է հետ քաշելու։
Դե հաստատ չի հանելու այսպես կոչված սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչներին, որի դեմ խոսում է նաև մեր հարևան Իրանը, ի տարբերություն եվրոպական դիտորդների, որոնց դեմ Իրանը չի արտահայտվել։ Այսինքն, պարզ է, որ այստեղ Ադրբեջանը փոխզիջման որևէ քայլ չի արել։ Տեսեք, որ հարցրեցին Փաշինյանին, արդյոք Ադրբեջանը գնացել է ինչ-որ զիջման, ասաց դուք հարցը սխալ եք տալիս, արդեն որ համաձայնություն է, դա երկու կողմերից զիջում է, նորից եմ կրկնում, ճանաչելով Նիկոլ Փաշինյանին, նրա բառախաղերը, իրական Հայաստան, անիրական Հայաստան, ես չեմ կարող քաղաքագիտորեն կամ նույնիսկ, չգիտեմ, որպես հասարակ քաղաքացի հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Այս պայդրությամբ մեր տեղեկությունները այնքան քիչ են, որ մենք կարող ենք միայն հետևություններ անել եւ ունենալ կարծիք։ Իմ կարծիքը այն է, որ դա Ադրբեջանի խնդիրը չէ, թե Հայաստանի սուվերեն տարածքում ովքեր կգտնվեն։ Մենք չենք պահանջում, որ Ադրբեջանը իսրայելական ուժերին հեռացնի Ադրբեջանից, մենք չենք պահանջում, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի զորքերին հանի ՆԱՏՕ-ից, այսինքն դա մեր երկրի ներքին խնդիրն է։ Եթե մենք այդ հարցում գնացել ենք զիջման, դա մեր ինքնիշխանության հաշվին զիջում է։ Առավել եւս, որ մենք լավ գիտենք, թե ով է Իլհամ Ալիևը եւ ինչպիսի քաղաքականություն նա կարող է վարել Հայաստանի հանդեպ եւ արդյոք նա կպահի իր պայմանավորվածությունները թղթի վրա։ Տիկին Դալակյան, եթե առարկայական խոսենք, դիտորդների դուրս գալուց հետո ինչ խնդիրների առաջ է Հայաստանը կանգնելու։ Դե հարց է առաջանում ինչու է Ալիևը ուզում հեռացնել եվրոպական դիտորդներին։ Սա լուրջ խնդիր է, այսինքն ինչով են իրենք խանգարում։ Ես նշեցի, իրենք զինված չեն, իրենք հակաադրբեջանական հոսույթ չեն ցուցաբերում, ասում են, որ մենք մոնիտորինգ ենք անում, թե որ կողմն է խախտել հրադադարը։ Այսինքն ինչ խնդիր կա, այստեղ շատ նման է Ռուսաստանի խոսքերին, խոսենք դրա մասին, որը անդադ ասում է, որ եվրոպացիներ թող չլինեն այնտեղ, ինչով են խանգարում դիտորդները կամ խաղաղապահ ուժերը, եթե դու նպատակ չունես հարձակում իրականացնել։ Սա արդեն ցույց է տալիս, որ Ադրբեջանը անկեղծ չի իր գործողություններում։ Եվ ես այն մարդկանցից եմ, ով նշում է, որ նույնիսկ չզինված եվրոդիտորդները կարողացել են հարաբերական կայունություն ապահովել այնտեղ, որտեղ ներկա են եղել, այնտեղ, որտեղ եղել են ռուսական զորքերը, օրինակ ներքին հանդում, որտեղ դիտորդները մուտք չեն ունեցել, մենք գիտենք ինչ տեղի ունեցավ, բարձրացնում էին Ադրբեջանի դրոշները։ Այսինքն այս ուրեմն առաքելությունը կարողացել է որոշակի կերպ զսպել եւ դրա մասին իշխանության ամենաբարձր օղակներում էին նշում Ալիևի ռազմատենչ գործողությունները։ Դա իհարկե նրանից է, որ նրանք զեկուցում էին իրենց կառավարություններին եւ դրան կարող էր բացասական հետևանքներ ունենալ Ալիևի համար այդ հարձակումը սանկցիաներից մինչեւ քաղաքական ճնշումներ։ Եվ ես միանշանակ դրա համար էլ անհանգստանում եմ, որ եվրոպական դիտորդներին այնտեղից հանելը եւ չփոխարինելը որևէ, ասենք օրինակ Ֆրանսիայից եթե կոնտինգենտ լիներ կամ չգիտեմ ԱՄՆ-ից հիշում եք խոսում էին սահմանապահ ծառայության աշխատակիցներ պիտի գան, այստեղ ինչ-որ մոնիտորինգ անեն, սովորեցնեն, ինչպես մեր սահմանապահները իրականացնել սահմանի վերահսկողությունը, բայց հիմա կարծես հետաձգվել է դա։ Այսինքն թողնում ենք դատարկ այդ տարածքները եւ ակնհայտ է, որ դատարկ տեղը դատարկ չի մնա, ես այդպես եմ կարծում։ Ինչ կլինի, որ դատարկ չի մնա։ Դե կլինի այն, որ Ադրբեջանը օգտվելով միջազգային իրավիճակից, եթե բարենպաստ իրավիճակ լինի, կանի այն, ինչը բոլորը հասկանում են։ Արադ Միրզոյանը չէ, որ ասում էր Ալիևը գնում է էսկալացիայի, Ադրբեջանը չի ցանկանում գնալ խաղաղության։ Ամիսը մեկ մեզ բուժում էին, որ Ադրբեջանը կարող է հարձակվել, չէ՞։ Բա եթե գիտեք, որ այդպես է։ Հիմա ես չեմ հասկանում, ինչ փոխվեց, որ սկսեցիք հավատալ Ալիևին եւ հավատալ, որ դիտորդներին հանելուց հետո նա որ ստորագրի փաստաթուղթ պահելու այդ փաստաթուղթը։ Իհարկե ես ինքս չեմ վստահում եւ Ալիևը իր գործողությունները ցույց է տվել, որ նա ընդունակ չէ պահել իր պայմանավորվածությունները։ Եվ այստեղ մեծ վտանգներ եմ ես տեսնում Հայաստանի վրա հարձակման կամ սահմանային միջադեպերի տեսանկյունից։ Հանուն ինչի Նիկոլ Փաշինյանը ձեզ գնաց այս զիջման կարևոր գործիքից ըստ էության հրաժարվում է Հայաստանի Հանրապետությունը, դա դիտորդների ներկայացությունն է, որը ինչ որ կերպ զսպում է Ալիևի ռազմատենչ ցանկությունները եւ միջազգային հարթակներում ներկայացված հայցերը։
Ես կարող եմ դեռ իմ կարծիքը ասել, քանի որ հստակ չգիտեմ փաստեր, դա ինչի հետևանք էր։ Իմ կարծիքով այստեղ Ռուսաստանի ազդեցությունը կա։ Ինչու՞, որովհետև եթե ուշադիր եք, դիտորդների դեմ խոսում էին երկու երկիր։ Նույնիսկ Թուրքիան այդքան չէր արտահայտում դիտորդների դեմ, խոսում էր Ռուսաստանը եւ Ադրբեջանը։ Տիկին Զախարովան ձայնակցում էր միշտ Ալիևին եւ ասում էր, որ վերադարձեք եռակողմ պայմանավորվածությունների, ինչ դիտորդ, եկեք Մոսկվա։ Կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը սխալ կարծիք ունի, որ Վլադիմիր Պուտինը հասել է իր նպատակներին Ուկրաինայում, վերջ, նա արդեն կարող է իր հայացքը ուղղել հարավային Կովկաս։ Եվ մենք գիտենք, որ Հայաստանի իշխանությունները պարբերաբար փոխում են, չէ՞, նավերը, ԵՏՄ, Եվրամիություն, Արևմուտք, Ռուսաստան։ Դա ոչ թե դիվերսիֆիկացված քաղաքականություն է, ինչին ես կողմնակից եմ, այլ նոր հովանավորների փնտրտուք եւ գուցե ես ելի եմ ասում չեմ կարող 100% իմանալ ինչ է կատարում Նիկոլ Փաշինյանի գլխում, նա կարծում է, որ պետք է լսել Պուտինի հորդորները, որը միանշանակ դեմ չի լինի, որ եվրոպական դիտորդները դուրս գան այստեղից։ Այլ տարբերակ ես չեմ կարողանում դեռ գտնել։ Եվ մինչ հայ ժողովուրդը փորձում էր Բայրամովի հայտարարությունը մարսել հասկանալ, թե ինչ է նշանակում, որ Հայաստանը խաղաղության պայմանագիրը արդեն պատրաստ է ստորագրման, որովհետև մեր ԱԳՆ-ն այդ մասին չխոսեց եւ Հայաստանի քաղաքացիները դա ճշնամական պետության նախարարից տեղեկացան, սրանք խնդրեմ նախ կարճ անդրադառնալ եւ տեսեք ինչպես է ստացվում, որ խաղաղության գնացող երկու երկրները մի կողմից հնչեցնում են նոր պահանջներ, օրինակ, երբ որ այս խաղաղության պայմանագրի նախագծի հետ կապված այս տեղեկությունը հայտնի դարձավ, միանգամից ադրբեջանական կողմից ասեցին, որ սահմանադրություն պետք է փոխեք, պետք է Միսկի խումբ լուծարենք, ռազմական այսպես կոչված ճակերտավոր հանցագործներին պետք է մեզ հանձնեք, խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Այստեղ արդեն իմ մեկնաբանությունը կկրկնվի մոտ արդեն 1 տարի, ես նշել եմ, որ Ադրբեջանը անընդհատ նորանոր պահանջներ է ներկայացնելու եւ այդ երկու չհամաձայնեցված կետը կդառնա 22, հետո 102, քանի որ Ադրբեջանը ուղղակի չի ցանկանում գնալ խաղաղության եւ այս պահին ունի դրա մոտիվացիան։ Կխոսեն Արարատից, Զինանշանից, Ցեղասպանությունից, Սումգայիթից, Խոջալույից, որ մենք ներողություն խնդրենք, ասեն Սումգայիթ չի եղել ընդունեք, Արևմտյան Ադրբեջանի քաղաքացիների վերադարձի իրավունքից, Արցախի հարցը փակելուց, Միսկի խումբը ամեն ինչից, որպեսի հետաձգեն Հայաստանի հետ խաղաղությունը, իբրև թե այստեղ խնդիրներ է տեսնում։ Եվ քանի որ կարծես Հայաստանը ինքը չունի որևէ պահանջ Ադրբեջանին, այստեղ մենք կատարողի դերում ենք, պահանջողը Ադրբեջանն է։ Հիմա կասեմ, բա մենք պարտվել ենք, գիտեք, այդպիսի դրամաբանությամբ Երևանը, Երևանը, եկեք ավարտենք ամեն ինչ, ինչ նշանակում պարտվել ենք։ Ադրբեջանն էլ էր պարտվել առաջին Ղարաբաղյան պատերազմում, բայց Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն չգնաց կապիտուլյացիայի, չկարողացավ իր հաղթանակը ձևակերպել։ Այսինքն հարցը այստեղ պարտությունը չի, որ իրականում պարտություն չի եղել, բոլորս գիտենք 5 երկրով ինչ են արել եւ Ադրբեջանն էլ լավ գիտի, որ միայնակ երբևիցե չէր կարող հասնել իր նպատակին։ Հարցը այն է, որ Հայաստանը շարունակում է իր իջողական քաղաքականությունը, որը ոչ միայն չի բերելու խաղաղության, այլև բերելու է նոր պատերազմի։ Էլի 100-րդ անգամ կկրկնվեմ, որ խաղաղություն ասելով խաղաղություն չեն բերում։ Եթե գիտեն, որ դու թույլ ես, նույնիսկ եթե դու կատարես ամենամեծ պահանջները, դա չի հագեցնի այսօր Ռուսաստանի օրինակը ագրեսորին, այնպես որ սխալ քաղաքականություն է որդեգրել այս կառավարությունը եւ շատ կործանարար։ Եվ այդ պահանջները այսպես կոչված ճակերտավոր ռազմական հանցագործներին հանձնել Ադրբեջանին, դա ինչ է նշանակում։ Դե եթե խոսքը նախկին նախագահների մասին է, կարծեմ Սամվել Բաբայանին էլ այդտեղ նկատի ունեն, եթե չեմ սխալվում, Ադրբեջանի համար այո, իրենք ռազմական հանցագործներ են, Ռուբեն Վարդանյանն էլ է ռազմական հանցագործ, ես ունեմ այստեղ մի տեսակետ, իմ դիրքորոշումը այդ անձանց մասին շատ հայտնի է։ Հայտնի է, թե ինչ բացասական դեր են իրենք ունեցել Արցախյան երկրորդ պատերազմում եւ կորուստը մեծամասամբ Արցախի պայմանավորված է եղել իրենց
հենց սխալ քաղաքականությամբ տարիների ընթացքում։ Այդ որ ոմանք գալի ասում են մենք Արցախը պահել էինք, դուք հանձնել էիք, մենք այդքան միամիտ չենք, դպրոցը նոր չենք ավարտել, մենք հասկանում ենք, որ սխալ վարած 20 տարի քաղաքականությունը, բանակը թուլացնելը, չունենալը դաշնակիցներ, ունենալ դաշնակից, որը ամեն օր գոռում է, որ Ղարաբաղը միշտ էլ Ադրբեջանի մաս է, ճանաչեիք Հայաստանի մաս, այդ իրենց է ասում եւ իրենք չեն պատասխանում։ Պարզ է, որ ամեն ինչ պետք չի բարթել այս իշխանությունների վրա, որոնց իդեպ ես շատ բացասական եմ հիմա վերաբերում եւ քննադատում, այսինքն արդարությունը պետք է ասել, բոլոր կողմերին պետք է ասել։ Նախկին իշխանությունները իրենց մեղավորությունն ունեին Արցախի կորստում, Նիկոլ Փաշինյանն էլ ունի հիմա արդեն Արցախի եւ նաեւ Հայաստանի թուլացման, չեմ ուզում ավելի բացասական բառեր օգտագործել, հարցում, այստեղ իրենք արդեն նույն կարծես պատասխանատվությունն են կրում։ Սակայն ռազմական հանցագործ Ալիևը իրավունք չունի Հայաստանին ասել արտահանձնեք ինձ այս անձին կամ այն անձին, այսինքն կարճ ասած Ալիևը այն դեմքը չի, որ կարող է Հայաստանի հետ խոսել ռազմական հանցագործների մասին, որտեղ եթե այդպես է Հայաստանը ինքը կարող է հենց քրեական միջազգային դատարանի ստատուտը, որ վավերացրեց անիմաստ, ես այդպես էլ չհասկացա ինչու էր դա պետք եթե չէինք օգտագործելու միջազգային ասպարեզում, հենց Ալիևին պահանջել, որպեսզի քրեական միջազգային դատարանում դատեն եւ դրա բոլոր հիմքերը ունենք։ Այնպես որ Ալիևը չի, որ կարող է Հայաստանից որևէ մեկին պահանջել, բայց այն, որ այս անձինք պետք է պատասխանեն, թե ինչով են 30 տարի զբաղված եղել եւ 20 տարի ինչպես են Արցախի հարցը խաղարկել իշխանության գալու եւ գնալու համար, դա հարցի այլ կողմն է։ Եվ Հայաստանի իշխանությանը չի հաջողվել այս երկու զիջումներին գնալով գերիների հետ կապված ինչ որ դրական տեղաշարժի հասնել, վերադարձնել այնի հայրենիք կամ օկուպացված տարածքներից Ադրբեջանին հանելու, քշելու համաձայնություն գոնե չի ստացել, սա ինչպես եք մեկնաբանում։ Դե սա այն է, ինչի մասին խոսում ենք, թույլ դիվանագիտություն, ուրեմն թույլ քաղաքականություն, թուլություններ կապված է նրա հետ, որ պատերազմից հետո, երբ որ բոլորը խոսում էին, որ տնտեսությունը պետք է ռազմականացվի, ըստ էության դրվի ռազմական ռելսերի վրա, ինչ առումով, սա չի վերաբերում հայրենական պատերազմի ընթացքում այդ մոդելին, այլ որ պետք է ստեղծվեն գործարաններ, որոնք արտադրեն զենքեր, որը Հայաստանը կարող է արտադրել, Ուկրաինան արտադրում է այսօր իր զենքերի 40-ից 60%-ը, այսօր ԱԹՍ-ների պատերազմի դար է, հարևան երկիրը լազերային զենք է արտադրում, մի ծիծաղելի է, իհարկե մենք գիտենք, որ դա Իսրայելն է արտադրում, մենք այն օրը լսում եմ, ասում են տիեզերք ենք շուտով թռչելու, պետք չի տիեզերք թռչել, պետք է ունենալ զենքեր այսօր եւ հենց այս պահին, մաքրել բանակը գեներալներից, որոնք զերացրով հրամաններ չեն կատարել, որոնք զբաղվում են կոռուպցիայով, եթե դու այս քայլերը չես արել, չունես տնտեսություն հզոր, զբաղված ես փոքր եւ միջին առևտրականների գրպանները մտնելով, դրա փոխարեն օլիգարխներին եւ միլիարդատերերի ես բերում հարկային դաշտ, չես բերում այն գողացվածը, որը խոստացել ես, էլի գնում ես ընտրությունների բրավուսները հետ բերելու լոզունգներով, ժողովուրդը արդեն վստահություն չես ներշնչում վստահություն ժողովրդի մոտ, այդ հասարակությունը պառակտված է, այսինքն Հայաստանի ժողովուրդը այսօր չի էլ ուզում գնա պայքարի, ինչի համար պայքարի, տեսնելով թե ինչ է կատարվում, որ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ամեն օր թատրոնը արդեն տհաճ է նայել ազգային ժողովում, դու ես հանձնել, չէ դու ես հանձնել, դու ես կապիտուլյանտ, ինչքան կարելի է, տեսնում եք այսօր ինչ է կատարվում, զարթնում ենք ամեն օր մի բան է փոխվում աշխարհում, մի երկիր է ոչնչանում, մեկն է մասնատվում, մենք զբաղված ենք 7 տարիա նույն նախադասությունները ասելով։ Ես շատ ցավալիորեն եմ սա նշում, ես ինքս միշտ փորձել եմ հույսեր ունենալ, երբեք որևէ մեկին ուղղակի չեմ քննադատում, որտեղ դրա անունը Նիկոլ Փաշինյան է կամ Ռոբերտ Քոչարյան, տեսնում եմ սխալը, ասում եմ, փորձում եմ լինել օբյեկտիվ, բայց այս քաղաքականությունը ես չեմ կարողանում ընդունել, որովհետև չեմ տեսնում, թե դա ուր է տանում Հայաստան, ավժիշտ տեսնում եմ եւ շատ բացասական եմ դա գնահատում։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը չդիմացավ եւ խառնվեց Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան այդ սկանդալին, սա ինչ է տեղի ունենում այս առումով Հայաստանի ներքաղաքական կյանքում, ինչու են երկու, որովհետև Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ամեն դեպքում
համախոհներ են ընկալվել հասարակության կողմից, բայց հիմա հասարակությունը տեսնում է, որ իրար փոր են թափում, այսպես ասած, եւ Նիկոլ Փաշինյանն էլ միջամտում է։ Նարեկ ջան, չեմ ուզում մեծամիտ Երևար, բայց երևի ամեն երկրորդ հարցազրույցից վերնագիրը այն էր, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը լուրջ թշնամիներ են եւ հակասություններ ունեն։ Այսինքն դա 2000 իդեպ ասեմ դες 13 թվականից է գալիս, կարճ խոսեմ, երբ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր հետ վերադառնալ, ինչպես Վլադիմիր Պուտինը արեց Մեդվեդևի հետ, մեկ սրոկից հետո ժամկետից, բայց Սերժ Սարգսյանը դա չարեց։ Եվ 13 թվականից հետո հիշում եք Օսկանյան, Ծառուկյան, Լևոն Տեր-Պետրոսյան, դա հենց այս քոչարյանական դաշնակցություններ էր այնտեղ թևներ, որը Սերժ Սարգսյանին փորձում էր ձեռնոց նետել, այսինքն այս տարաձայնությունները դեռ շատ վաղուց են գալիս այն օրվանից եւ մարտի 1-ի քննող հանձնաժողով ստեղծեց Սերժ Սարգսյանը, ինչի համար, որը հիմա տիկին Աննա Մկրտչյան կարծեմ ազգանունը, ասի նա չի կապ չունի մարտի 1-ի հետ, նա քաղաքում 10 հոգի հոսպանող չի, քթից արյուն պիտի չգար ոչ մեկի, գիտեք, մի փոքր դրական խոսենք հումորային, ես նույնիսկ զարմացած եմ, Սերժ Սարգսյանն էլ է զարմացած, որ ինքը այդքան, ինչպես նշեց տիկին Մկրտչյանը, լավ նախագահ է եղել, ընտրված, ուժեղ, կոռուպցիայով երբեք չի զբաղվել, վիրավորեց Սերժ Սարգսյանին, հիմա Սերժ Սարգսյանը հաստատ ասում է, թերագնահատում ես ինձ, ինչպես թե ես կոռուպցիայով չեմ զբաղվել, այսինքն այսպես կերպար են փորձում հրեշտակային ստեղծել Սերժ Սարգսյանի համար, չեն ասում, որ Ղարաբաղյան կլանի, ժողովրդի հետ խնդրում եմ չշփոթել, որոշ ներկայացուցիչների հետ, օրինակ Ֆլեշ Մականունով, որի վրա գործ կա հարուցված եւ իհարկե որևէ վճիռ չկա, զբաղված էին բենզինի եւ սալյարկայի գումարները մսխելով։ Էնպես որ գիտեք, ցավալիորեն շատ մի բան է կատարում Հայաստանի բոլոր իշխանությունները այսօր զբաղված են իրար վրա ցեղ շպրտելով, բայց վերջի վերջո իրենց նպատակը նույնն է, կամ լինել իշխանություն, կամ այս իրավիճակում մնալ ընդդիմություն եւ այսպես թատրոններով իրար հետ հարմար խաղալ, ինչպես նշել է Հայաստանի երկրորդ դեմքը։ Էնպես որ սա իրենց համար շատ գեղեցիկ խաղ է, էլի։ Իհարկե իրենք տարաձայնություններ ունեն, իրենք թշնամիներ են, բայց այս պահին բոլորը բոլորին հարմար են։ Քոչյանը ընդդիմության լիդերի դերում, Նիկոլ Փաշինյանը իշխանության, մի քիչ Սերժ Սարգսյանն է դժում, ասեմ ինչի, նա այդ ընդդիմության լիդերությունը կորցնում է, որովհետև կարծես Փաշինյանը հակված է Քոչարյանին տալ այդ դերը կամ Վլադիմիր Պուտինը, դրա համար դա Սերժ Սարգսյանին դուրս չի գալիս, բայց ի վերջո եթե տեսնում եք, նրանք առաջի դեմքերի մակարդակով երբեք իրար հետ չեն բանավիճում, որովհետև լուրջ ընդհանուր անցյալ ունեն։ Ինչ են փորձում մեկը մյուսի վրա գցել Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։ Դե քանի որ իրենք այդ ընդդիմության տեղը պահում են կապիտուլյանտ ասելով, ազգակործան, չէ, իրանց բառերը դաշնակցության, փորձում են մեղադրել, թե ով բերեց Հայաստանին այս իրավիճակին։ Պարզ է, Ռոբերտ Քոչյանը կասկածում է, թե ինչպես եղավ, որ Սերժ Սարգսյանը անցնցում տվեց իշխանություն, որովհետև իր համար դա տարօրինակ է, ինչ չէր կարելի, մի քանի հոգի կներեք ոչնչացնել ֆիզիկապես եւ մնալ իշխանության, սա Քոչյանի տրամաբանությունն է։ Մյուս կողմից Սերժ Սարգսյանը հիմա կասկածները այդում, որ չէ, դու ես բերել իշխանության, մեզ ասում էի մի գնա ընտրությունների, դու գնացիր լեգիտիմացրեցիր։ Այսինքն, քանի որ չեն կարողանում վերլուծել, ոչ թե չեն կարողանում, իրենք լավ գիտեն, թե ով է բերել այս իրավիճակին, իրենք լավ գիտեն, թե ժողովուրդը ինչպես ընտրեց Նիկոլ Փաշինյանին, որ բոլորին դեմ էին իրենց, եւ Արմեն Աշոտյանի բառերն են, չէ՞, կարծեմ, որ ասեցին Նիկոլի սելֆի ձողներ լիներ, կընտրվեր, այսինքն այնքան ատելի էին, որ նույնիսկ Արցախի կորստից հետո Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց, բայց որ իրենք չեն ասի մենք ենք մեղավոր, որ ժողովուրդը մեզ ատում է, տենց ինչ որ վերացական բաներ են գտնում, չէ դու ես բերել, չէ դու ես բերել, նույնիսկ ծիծաղելի եւ զավեշտալի է մտնել այդ խոսակցությունների մեջ։ Այսօր Հայաստանը այնպիսի բարդ իրավիճակում է եւ աշխարհը ամբողջովին, որ այս մարդիկ լինելով Հայաստանի ղեկավարներ, դա չեն գիտակցում եւ էլի զբաղված են իրար ձեր ասացի պես միս ուտելով։ Տիկին Դալաքյան, այլ թեմայի անդրադառնանք, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան համաձայն է ռազմական գործողությունների դադարեցմանը, այդ Վաշինգտոնի 30-օրյա հրադադարի առաջարկին է արձագանքել, բայց նշել, որ
այն պետք է հանգեցնի երկարատև խաղաղության, կարող ենք ասել, որ ռուս-ուկրաինականի վերջը գալիս է։ Ոչ, միանշանակ ոչ, հենց Վլադիմիր Պուտինի արտահայտությունը համաձայնություն չի։ Եթե ուշադրիք, դրանից րոպեներ առաջ Ուշակովը, նրա ներկայացուցիչը բանակցությունում ասաց մենք դեմ ենք։ Պարզ է, չէ՞, որ Ուշակովը առանց Պուտինի ասելու այդպիսի բան չի ասի։ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում ինքը ասել ոչ Տրամպին, որովհետև Տրամպը հիշում եք ինչ ասեց, կարծեմ հենց այսօր, որ եթե չհամաձայնվի Ռուսաստանը, ես ստիպված եմ գործի դնել իմ սանկցիաները, այդպես պատժողի դերից է խոսում, չէ, երկու կողմերի հետ։ Վլադիմիր Պուտինն ասում է ես դեմ չեմ, այսինքն բայց դա պետք է հանգեցնի երկարատև խաղաղության։ Ինչ է սա նշանակում։ Մենք տեղեկացանք, որ ԱՄՆ-ն շարունակում է զինել Ուկրաինային, չէ, համաձայնության եկան Էլրիադում։ Վլադիմիր Պուտինը Լուկաշենկոյի հետ հանդիպմանը կասկածներ արտահայտեց, ասաց, բայց եթե պիտի հրադադար լինի եւ շարունակեն Ուկրաինային զինել, դրանից հետո իմաստը ո՞րն է այդ հրադադարի, չէ, խոսեց նաև թե ով է մոնիտորինգ անելու հրադադարը։ Մենք լավ գիտենք, չէ, ինչպես Ադրբեջանը, Ռուսաստանը կարող է խախտել եւ ասել Ուկրաինան է հարձակվել։ Այսինքն այն որ Պուտինը ասում է համաձայն եմ, բայց դա չի նշանակում, որ ինքը համաձայն է։ Ասեց պետք է դա բերի երկարատև խաղաղության, իսկ երկարատև խաղաղությունը իր պահանջների բավարարումն է, բայց իր պահանջները Ուկրաինայի ավարտն է, ինչ է նա պահանջում։ ՆԱՏՕ-ի անդամակցությունը դնել մի կողմ, դա այլ հարց է, զորքերը կրճատել, չզինվել, ճանաչել 4 օկուպացված շրջանները, որոնք Ռուսաստանի սահմանադրության մեջ են, Ռուսաստանի մաս, Ուկրաինան իհարկե դրան չի գնա։ Եվրոպական կոնտինգենտ չտեղակայել, բայց մեկ րոպե, հենց Դոնալդ Տրամփն էր առաջարկում Եվրոպային գնալ եւ ապահովել, չէ, պարոն Վենսներ, Ուկրաինայում խաղաղությունը։ Այս կետը ո՞նց է տեղի ունենալու։ Վլադիմիր Պուտինը դեմ է Տրամփի այդ առաջարկին։ Այսինքն էլի դեռ ոչինչ պարզ չի մեր հարցազրույցի դրությամբ, այն որ Պուտինը հաստատ չէր ասի ես դեմ եմ, ես դրանում վստահ եմ, բայց այդ ինչ է նշանակում այդ բայցը, մենք առաջիկա ժամերին կամ օրերին կտեսնենք։ Այսինքն առաջի տարբերակ կարող է Պուտինը ասի համաձայն եմ, բայց հրադադարը խախտեն, ասի Ուկրաինան խախտեց։ Ալիևի նման, ով է մոնիտորինգ անում։ Երկրորդը կարող է Պուտինը ասի ես պահանջում եմ, որպեսզի այդ ընթացքում Ուկրաինային չզինեն, բայց Տրամպը զինում է, Տրամփից է պահանջում։ Լավ, Տրամպը ասի չեմ զինում, Եվրոպան ասում է զինելու եմ։ Ինչ է լինելու։ Այստեղ այնքան հարցեր կան։ Երրորդը երկարատև խաղաղություն ապահովում է։ Ուկրաինան պիտի ասի տվեք ինձ անվտանգության երաշխիքներ, եվրոպական կոնտինգենտ։ Դու համաձայն ես, ասում ես ոչ։ Այսինքն այստեղ լուրջ խնդիրներ կան։ Հետո 30 օր հրադադարից հետո Տրամպը կարող է ասել դե 40 օր էլ երկարաձգենք, սա ու խաղ չի։ Այսինքն ես սա լուծում չեմ համարում, սա էլի բառախաղ է եւ առաջիկա ժամերին մենք կհասկանանք, այն որ Վլադիմիր Պուտինը չի ուզում դադարեցնել պատերազմը, ես դրանում վստահ եմ, քանի որ ինքը ցանկանում է ստանալ ամբողջ Ուկրաինան, նա չի գնացել այդտեղ 20%-ի հետևից։ 14 թվականից այդ 20%-ը իրենն էր, ինչ էր նորից հարձակվում, չէ՞, Դոնբասը։ Երկրորդը ինքը Ուկրաինան պատրաստ չի իր տարածքները զիջել գոնե թղթի վրա, լավ, դե ֆակտո չեմ ասում, դե յուրե Ռուսաստանին, Եվրոպան պատրաստ չի կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային, այստեղ կան լուրջ խաղացողներ հանձինս Չինաստանի, որոնք դեմ են ԱՄՆ Ռուսաստան համաձայնությունների կայացմանը եւ դրա մասին Չինաստանի ներկայացուցիչը խոսեց, այստեղ կա Թուրքիան, որը ասում է ես է պիտի մասնակցեմ անվտանգությանը, այսինքն այնքան հարցեր կան, որ այո կամ ոչ ասելը դեռ ոչինչ չի նշանակում։ Եվ այնուհանդերձ ինչ սպասենք, ինչ զարգացում կլինի այդ գոնե մեկ ամսվա հրադադարը կլինի թե ոչ։ Ես չեմ կարծում ճիշտն ասած, այսպիսի սցենար, ես արդեն սցենարներ նշեցի, կամ Վլադիմիր Պուտինը կասի այո համաձայն եմ, բայց այդ հրադադարը չի պահպանվի, որովհետև հենց ինքը նշեց, որ հայտնի չի 30 օր հետո ինչ իրավիճակ կլինի։ Երկրորդը, կամ նա կասի ես համաձայն եմ, բայց այդ իր բայցը նշանակում է չզինեք այդ ընթացքում Ուկրաինային։ Հիմա արդեն ամեն ինչ կախված կլինի ԱՄՆ-ից եւ Եվրոպայից, կասեն այո համաձայն եք, թե ոչ համաձայն չենք։ Այսինքն այստեղ նույնիսկ կարևոր չի այդ 30 օրվան կհամաձայնի թե ոչ, կարևոր է թե ինչ պայմաններով է համաձայնվելու եւ կարևոր է թե 30 օր հետո ինչ է լինում։ Լավ, ասենք հրադադար եղավ, հետո 31-րդ օրը նորից բոլորը բոլորի վրա կրակում է։ Այսինքն Տրամփի առաջարկը ինքը անհասկանալի է, 30 օրը ոչինչ չի տալիս։ Եթե ասեն 30 օր եւ մենք չենք զինում Ուկրաինային, եթե ասեն 30 օրից հետո նոր բանակցությունների փուլ է սկսվում,
Եվրոպական կոնտինգենտի տեղակայմանը արդյոք համաձայն է լինելու Վլադիմիր Պուտինը, թե ոչ։ Այսօրվա իր հայտարարություններից երևում է, որ նա ասելու է ոչ եւ ասում է, բայց միևնույն ժամանակ Եվրոպան էլ ասում է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ պետք է ապահովեն եւ արդեն Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, նաեւ կարծեմ Դանիան նշել են, որ մենք պատրաստ ենք զորքեր ուղարկել։ Այսինքն այստեղ խնդիրը թե 30 օր հետո ինչ է լինելու։ Եթե պիտի 31-րդ օրը բոլորը էլի բոլորի վրա կրակեն, սա անիմաստ է։ Մյուս կողմից ես կարծում եմ Տրամպը նպատակ ունի Ռուսաստանի ներքաշել եւ դրա մասին արդեն բոլորն են խոսում։ Չինաստանի, ինչպես նաեւ Իրանի դեմ իր գործողությունների մեջ եւ Վլադիմիր Պուտինը դա շատ լավ հասկանում է։ Եվ ուղղակի ուզում է Պուտինն ասել, թե ցար ես զիջեցի, ես Ուկրաինայի վրա ճնշեցի, հիմա քո հերթն է։ Բայց արդյոք Վլադիմիր Պուտինը կարող է բավարարել ախորժակները ԱՄՆ-ի, ես կասկածում եմ։ Տեսեք, ինքը Արկտիկայի մասին էլ խոսեց, ասեց ՆԱՏՕ-ն Արկտիկայում, դե ՆԱՏՕ-ն նաեւ Ամերիկայի նկատի ունի, խանգարում է մեր գործունեությանը։ Հիշում եք, Տրամպը ասեց, այնտեղ հրթիռներ պիտի տեղակայեմ, այդ հրթիռները Ռուսաստանի վրա են ուղղված, բաուն վրա են ուղղված։ Այսինքն, այստեղ հարցերը շատ են։ Պարզ է, որ Վլադիմիր Պուտինը ինքը դա Բայդենը չի, պարզ չի կարող ասել ոչ, բայց ոչ էլ կարող է ասել այո, որովհետև այդ այոն իրեն ոչինչ չի տալու։ Առաջիկա ժամերին կհասկանանք ինչ է տեղի ունենալու։ Եվ դրանից կախված կարող է լինել հայ-ադրբեջանական այս գործընթացը, թե ոչ։ Ես հենց այդ միտքն եմ մտածում, ուրիշ որևէ բացատրություն չեմ կարողանում գտնել այս շտապելու հետ կապված, որովհետև Նիկոլ Փաշինյանը կարծես 180 աստիճան փոխել է իր դիրքորոշումը։ Հետո ճիշտ ասած ես չհասկացա միջանցքի հետ կապված ինքը ինչ ասեց։ Ասեց այո, ճանապարհ տալու ենք տարածքային ամբողջականության շրջանակներում, չէ՞։ Հուսով եմ ես ճիշտ եմ հասկացել։ Այսինքն չի, հետո ինչ-որ արտահայտություն ասեց, երբ է եղել Հայաստանի վերահսկողության տակ, մի խոսքով, այո, ես ունեմ տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանը շտապում է, կարծելով, որ Վլադիմիր Պուտինը նորից արդեն կարող է թեքվել Հարավային Կովկաս եւ Հայաստանում ստանձնել էլի այսպես կոչված նայողի դերը եւ նա փորձում է բավարարել Ռուսաստանի պահանջները, որովհետեւ այլ երկիր բացի Ռուսաստանից եւ Ադրբեջանից, որը դեմ է եվրոպական դիտորդների այստեղ տեղակայմանը, ես չեմ լսել։ Գիտեք տարօրինակը որն է, այն ընդդիմադիրները, որոնք միշտ ասում էին, որ Հայաստանը պիտի վերադառնա Եռակոմ համաձայնագրին եւ եվրոդիտորդներին դեմ էին, այսօր ասում են տեսակ, գնաց զիջումների երրորդ երկրների ներկայացուցիչներին հանեց։ Հիմա դուք կողմ էիք, որ եվրոդիտորդները մնան, թե դեմ էիք։ Բայց այն, որ այդ քայլը Փաշինյանի սխալ է եւ չգիտեմ դա ինչ ճնշումների ներքո է եղել, դա միանշանակ։ Բայց օրինակ Վլադիմիր Պուտինը ո՞նց պետք է ճնշեր, դուք որ ձերեն սկզբի խոսքում նշեցիք։ Այսինքն Ռուսաստանը Հայաստանի վրա բոլոր լծակները ունի ճնշում գործադրելու, դա տնտեսական լծակներն են, չէ՞, գազի գնի թանկացումը, վերին լարսը, Սփյուռքին այնտեղից վտարելը, ներքաղաքական սրացումներ հրահրելը, այստեղ իրենց կապիտալով հազարավոր աշխատողներ ունեն, որ 50,000-ներ դուրս գա փողոց, Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կսրվի։ Ֆիզիկական սպառնալիքները, ես մեծ կասկածներ ունեմ հոկտեմբերի 27-ի իրականացման արտաքին հովանավորների վերաբերյալ շատ են, շատ ատոմականի գործունեությանը խանգարելը, դա իհարկե հաղթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականության արդյունքն է գույք պարտքի դիմաց։ Բացի դա, գիտեք, այսպիսի մի տեսակետ ունեմ, իհարկե դա չի նշանակում, որ Հայաստանը պիտի ենթարկվի ճնշումների։ Հայաստանի ղեկավարները միշտ կատարել են Ռուսաստանի հրամանները, որովհետև եղել են կոռումպացված, ունեցել են բացասական անցյալ եւ վատ հեղինակություն ժողովրդի մեջ։ Եվ Ռուսաստանը դրա համար այստեղ միշտ պաշտպանել է այդպիսի անձանց, որոնք չունեն հեղինակություն։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ես չեմ կարող ասել դա ճիշտ է թե ոչ, որ ինքն էլ այդքան մաքուր գործունեություն չի ծավալում կամ նախկին իշխանությունների հետ ունի որոշակի գործարքներ, բայց եթե այդպես է իրականում, այո, Պուտինը ունի նաև անձնական ճնշման լծակներ Նիկոլ Փաշինյանի վրա։ Ես դա չեմ կարող ասել, քանի դեռ չի բացահայտվել, բայց այն, որ այդ կասկածները ժողովրդի մոտ էլ արդեն կան, դա հստակ է։ Ինչ կասկածներ կան, որ Վլադիմիր Պուտինն է ճնշել։
Չէ, կասկածներ կան, որ Նիկոլ Փաշինյանը այդքան էլ անկեղծ չի ժողովրդի հետ կապված նախկին իշխանությունների հետ իր կապերով, կոռուպցիայի մեջ չլինելով եւ ուրեմն գործունեություն, տենդերներ շահել եւ հյուրանոցներ բացել, ինչպես օրինակ Factor TV-ում կասեմ, հենց դուք եք այդպիսի մի տեսանյութ էլ հրապարակել այն մարդկանց հետ, որոնց մեղադրում են Հայաստանում միլիարդավոր նույնիսկ դոլարների չարաշահումներ թույլ տալու մեջ։ Շնորհակալություն Տիկին Դալաքյան հարցազրույցի համար։ Շնորհակալություն։